Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երգի 10-րդ գլուխը, որտեղ Շուկադեվի Գոսվամին ինքը խոսում է, եթե կարելի է այսպես ասել, Գերագույն Աստծո անձնավորության տրամադրությունների մասին, որոնցով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտնում է նյութական աշխարհ։ Մենք ձեզ հետ տեսանք, որ իրականում նյութական աշխարհը ինքը այն աշխարհն է, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը բացարձակ մակարդակի վրա հաշվի է նստում կենդանի էակների ցանկությունների հետ։ Քննարկեցինք, թե ինչպես է ստացվում այդպես, որ Արարիչը սովորաբար նկարագրվում է որպես միայնակ անձնավորություն, եւ եթե նույնիսկ Արարչի կողքը դրվում է նրա կինը, ապա միևնույն է այդ հարաբերությունները իրենք շատ միապաղաղ են նկարագրվում եւ անհրապուրելի, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք Տեր Վիշտուի մասին կամ Արարչի մասին, ապա ինքը նկարագրվում է այդպիսինը, որ իր կինը ուրիշ ոչինչով զբաղված չի, ինքը ուղղակի նստած է Տիրոջ ոտքերի մոտ եւ մշտական մերսում է նրա ոտնաթաթերը։ Ի նշան նրա, որովհետեւ ինքը բախտի աստվածուհին է, ի նշան նրա, որ բախտը ինքը տալիս է կենդանի էակներին որպես ծառայություն Գերագույն Աստծո անձնավորությանը, այսինքն որ իր գործողությունները բացարձակապես համահունչ են Գերագույն Աստծո անձնավորության մտահղացումների հետ։ Բայց այս սիմվոլների մասին մենք ձեզ հետ կխոսենք ավելի ուշ։ Այս պահին ուրեմն մենք ձեզ հետ քննարկում ենք 10-րդ գլխի վերջի տեքստերը եւ ես կարդամ տեքստը ու մենք շարունակենք մեր քննարկումները։ Ուրեմն տեքստ 41 Արարված տարբեր էակներ, կիսաստվածներ, մարդիկ եւ դժոխքի բնակիչներ գտնվում են նյութական բնույթի տարբեր գունաների, առաքինության, կրքի եւ խավարի գունաների ազդեցության տակ։ Սակայն այս գունաներից յուրաքանչյուրը, ով թագավոր, մյուս երկուսի հետ խառնվելիս բաժանվում է երեքի եւ հետեւաբար բոլոր կենդանի էակները ձևավորում են իրենց հակումները երեք գունաների խառը ազդեցության տակ։ Տիեզերքը ստեղծելուց հետո նա Տիրոջ անձնավորությունը ընդունում է պահպանողի դերը եւ գալիս է այնտեղ իր մարմնավորումների կերպարանքով կանչելու իր մոտ բոլոր պայմանավորված հոգիներին, ովքեր ունեն մարդու զարգացման ավելի ցածր մակարդակի վրա գտնվող կենդանի էակների եւ կիսաստվածների մարմիններ։ Այնուհետև կալպայի վերջում Տերն ինքը ավիրողի Ռուդրայի կերպարանքով ամբողջովին կործանելու է տիեզերքը, ինչպես քամին, որը ցրում է ամպերը։ Ուրեմն ինչպես տեսնում եք, այսօր մենք բավականին փիլիսոփայության տեսանկյունից, սանսկրիտ դա կոչվում է տատվա, այսինքն ոնց որ Գերագույն Աստծո անձնավորության մասին աքսիոմաներ, որոնք իրենք չեն պահանջում բաներ, ապացույցներ, բայց պահանջում են հասկացողություն։ Այսինքն մենք պետք է հասկանանք Գերագույն Աստծո անձնավորության գործողությունների տրամաբանությունը։ Ուրեմն ես հենց նոր սկսեցի այն գաղափարից, որ հույսով եմ, որ ինձ հաջողվել է տեղափոխել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իրականում արարելով նյութական աշխարհը իր ամբողջ դաշնությամբ հետ միասին, որովհետև իրականում այն հանգամանքը, որ նյութական աշխարհում կա ուրեմն մահը, այն հանգամանքը, որ նյութական աշխարհում կենդանի էակները հնարավորություն ունեն մեկ-մեկու ոչնչացնել, այն իրականությունը, որ ոչ թե միայն հնարավորություն ունեն, այլև թվացial պարտադրված են ուրեմն մեկ-մեկու տարապանք պատճառել, որովհետև բնությունը ինքը այնպիսի կառուցվածք ունի, որ մի կենդանի էակը ինքը սնվում է մյուս կենդանի էակի հաշվին,
նրա մահվան, նրա մարմնի հաշվին, մենք հասկանում ենք, որ իրականում, եթե ուրիշ ոչ մի բան հաշվի չառնենք, այն դաժանությունը, որով կենդանեակները իրար հետ վարվում են, ապա մենք օբյեկտիվորեն տեսնում ենք, որ նյութական աշխարհը ինքը բավականին դաժան վայր է, չէ՞։ Եվ ուրեմն իհարկե հարցից հարցն է, թե որտեղից է ծնվում այդ դաժանությունը, եթե դա գերագույն Աստծո ազնվորության նախաձեռնությունն է, ապա ինչի համար է դա իրան պետք, չէ՞, իսկ եթե ոչ, եւ դա ընդհանրապես կապ չունի գերագույն Աստծո ազնվորության հետ, ապա ում հետ կապ ունի։ Մենք ձեզ հետ տեսանք, որ այս իմաստով ուրեմն արիացիները իրենք լիակատար պատասխանատվությունը դնում են կենդանեակի ուսերին։ Այստեղից միանգամից հիշեցնեմ, որ պարզ է դառնում, թե որտեղից են վերցրել հոգեբանները ժամանակակից այդ դրույթը, որ ամեն ինչը ինքը իրականում կենդանեակի ներքին աշխարհի արտացոլանքն է, այսինքն նրա պատասխանատվությունն է։ Չէ, հիմա սիրելիներս, ուրեմն այս ամեն ինչի մեջ մենք տեսնում ենք, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դառնում, այսինքն ոչ թե ինքը դառնում է, ինքը չի դադարում, այսպես ավելի ճիշտ է, ինքը չի դադարում լինել կենդանեակների ցանկություններ կատարողը։ Եվ երբ որ կենդանեակները իրենք չեն ուզում չեն ուզում իր ղեկավարությունը, ուզում են ինքնուրույնություն ունենան, անկախություն ունենան, ազատություն ունենան, չէ՞, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացարձակ անկեղծությամբ 100%-ով ապահովում է այդ եւ նյութական աշխարհում թաքնվում է այնպես, որ կենդանեակները իրեն չտեսնեն։ Այդ է պատճառը, որ արիացիները իրենք նյութական աշխարհը կոչում են գերագույն Աստծո ազնվորության արտաքին էներգիա։ Արտաքին էներգիան ինքը կոչվում է արտաքին, եթե ես չեմ սխալվում, մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք, որովհետև այդ էներգիան ինքը թաքցնում է գերագույն Աստծո ազնվորության գոյությունը։ Եվ հոգևոր աշխարհը հենված է գերագույն Աստծո ազնվորության ներքին էներգիայի վրա, եւ դա նշանակում է, որ ուրեմն այնտեղ գերագույն Աստծո ազնվորությունը լիարժեք արտահայտված է։ Ինչից է դա կախված։ Այդ դա կախված է կենդանեակների ցանկությունից։ Եվ երբ որ կենդանեակները իրենք ուզում են գիտակցել, թե ով է իրենց հիմքը, ումից են իրենք կախված, չէ, որովհետև միանգամայն ակնհայտ է, չէ, որ օրինակ ասենք, եթե եկեք պատկերացնենք, որ գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ մենք ուզեցինք անկախություն, ինքը ասեց, լավ, անկախություն եք ուզում, գնացեք ինչ ուզում եք արեք։ Հարց եմ տալիս, կենդանեակները կարող էին արարել աշխարհ, այդ աշխարհում արարել տարերքներ, այսինքն նյութ, որը կենդանեակները կարող են ըստ իրենց նախասիրությունների օգտագործել, գիտություն զարգացնել եւ օգտագործել նյութական աշխարհը, չէ՞, այդ ամեն ինչը ինքը կլիներ անհնար։ Եվ այստեղ մենք պիտի գնահատենք գերագույն Աստծո ազնվորության բնավորության վեհությունը, որ իրականում ինքը համաձայնվում է անել ամեն ինչ կենդանեակի ցանկությունը իրականացնելու համար եւ մնալ ստվերում։ Դուք կարող եք հիմա ինձ հակաճառել, ասել, որ ինքը ստվերում չի մնում, որովհետև տալիս է նյութական աշխարհում կրոն։ Եվ ես կարող եմ ասեմ, որ ոչ իրականում նրանց համար, ովքեր որ չեն ուզում, այսպես կատեգորիկ չեն ուզում գիտակցել գերագույն Աստծո ազնվորության գոյությունը, ինքը այնպես է թաքնված, որ ոչ մեկ չի կարող, ոչ մի նյութապաշտ, ոչ մի կենդանեակ, որը ինքը ծածկված է էգոիզմի շվաշով, չի կարող գիտակցել գերագույն Աստծո ազնվորության գոյությունը։ Բայց եւ
կա մի ուրիշ հանգամանք, այդ հանգամանքը ինքը կայանում է նրանում, որ անպայման լինում են կենդանի էակներ, որոնք իրենք, եթե կարելի է այդպես ասել, փոշմանում են, հա? Այսինքն իրենք հայտնվում են այս դաժան աշխարհում եւ կամ այս աշխարհի անարդարությունը, կամ այս աշխարհի դաժանությունը, եթե այդպես տնավարի ասեմ, հասնում է մինչև կոկորդը եւ կենդանեակը ինքը այլևս չի կարողանում դիմանալ կամ այս աշխարհի անարդարություններին, կամ այս աշխարհի դաժանությանը, կամ էլ երկուսն էլ իրար հետ, հա? Եվ ուրեմն այդ ժամանակ է, որ ինքը ուրեմն սկսում է ելք փնտրել եւ այդպիսի կենդանեակների համար է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում անմիջապես արարելու հետ միասին տալիս է հետդարձի ճանապարհը, որովհետև երբ որ մենք խոսում ենք հոգևոր ճանապարհի մասին, մենք իրականում խոսում ենք հետդարձի ճանապարհի մասին, դեպի տուն հոգևոր աշխարհ։ Եվ սա էլ նրա երկրորդ արդարությունն է, երկրորդ բարիությունն է, ինչու՞։ Որովհետև իրականում, երբ որ կենդանի էակները իրանք հայտնվում են նյութական աշխարհում, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը չտար հոգևոր գիտելիքը, այսինքն գիտելիքը նրա մասին, որ ինքը կա, հա, ապա ոչ մի կենդանի էակ այս նյութական աշխարհից իր ուժերով չէր կարող դուրս գալ եւ վերադառնալ։ Եվ ուրեմն այս երկու հանգամանքը, որը մենք պետք է պարզ գիտակցենք, որ առաջին քայլով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը աջակցում է, ամեն ինչ անում է, որպեսզի կենդանեակը ինքը կարողանա իրականացնի իր հիմա Գերագույն Աստծո անձնավորության համար բացարձակ ակնհայտորեն սխալ գաղափարը։ Եվ երկրորդ քայլով ինքը ապահովում է այն կենդանեակների համար, ովքեր որ այդ սխալը արդեն ուղղելու հակում ունենան, ապահովում է հետդարձի ճանապարհը։ Իսկ թե ասենք մնացած մանրամասները մենք հիմա ձեզ այդ տեքստերով նայում ենք, չէ՞։ Ուրեմն այսօրվա առաջի տեքստով Շուկադեվը Գոսվամին ինքը խոսեց գոյավիճակների մասին։ Ես ամեն անգամ խոսում եմ նրա մասին, որ ես այո երազում եմ կներեք, կամ գիտեք ոնց, այս պահին ես նույնիսկ չեմ կարող ներկա ժամանակով ասել, ես կարող եմ ասել, այո, ես երազում էի, որպեսզի հայերը իրանք ընկալեն գոյավիճակների գիտելիքը, որովհետև տրամաբանությունը ինքը շատ իմ համար շատ պարզ է այդ տրամաբանությունը, որ կա այսպիսի շարան, ես միշտ դա ասում եմ, արիացիները իրենք կարողանում էին կառուցել երջանիկ հասարակություն։ Սա միանգամից նշանակում է, որ իրանք ինչ-որ այնպիսի գաղտնիքներ գիտեին, այսինքն այնպիսի գիտելիքի տեր էին, որը իրանց թույլ էր տալիս իրականացնել այդ նպատակը։ Հիմա, երբ որ սկսվում է աստվածամերժության դարաշրջանը, չէ, սկսում են ծնվել բացարձակ էգոիզմի հիմքի վրա կենդանի էակները։ Իսկ սա անմիջապես նշանակում է, որ իրանք ոչ մի հակում չունեն ընդհանրապես նպատակ դնել, որպեսզի իրենցից բացի ինչ-որ մեկը լինի երջանիկ։ Մենք տեսանք, որ այստեղ արիացիները շատ կարևոր մի գաղափար են առաջ քաշում, եւ այդ գաղափարը ինքը կայանում է նրանում, որ գոյություն ունի երկու տեսակի էգոիզմ։ Եվ երկրորդ տեսակի էգոիզմը, որ արիացիները դիտարկում են որպես ընդհանրապես էգոիզմի արտահայտություն, մեր ժամանակներում մարդիկ ընկալում են որպես բարիություն։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք առաջ են քաշում տարածված եւ կոնցենտրացված էգոիզմի գաղափարը, դեռ չենք տեսել, այդպիսի տեքստեր չենք ունեցել, բայց հետագայում կունենանք եւ մանրամասը կքննարկենք նորից այդ տեքստերը, հա, ուրեմն կոնցենտրացված էգոիզմը դա այն էգոիզմն է, երբ կենդանեակը ինքը շահագրգռված է միայն իր երջանկության թեմաներով, եւ այստեղ պարզ է, չէ, որ եթե հանկարծ ինքը դառնում է
հասարակության առաջնորդ, ինչ է անելու հասարակության հետ։ Այսինքն ոչ մի երջանկության մասին այդտեղ խոսք անգամ լինել չի կարող, դա հենց այն ազնվորություններն են, որոնք իրենք բռնատիրական պետություններ են ստեղծում։ Եվ կան կենդանիակներ, որոնք իրենք նաև ունեն կոնցենտրացված էգոիզմ, այսինքն իրենք ունեն անձնավորություններ, որոնց իրենք կապված են։ Եվ նրանց ում հետ որ իրենք կապված են, նրանց իրենք երջանկություն են ցանկանում։ Նրանց ում հետ կապված չեն, կարող են վարվել դաժան։ Հասկանում եք, եւ այդ երկրորդ մասը մենք չենք նկատում, բայց այդ առաջին մասը, որ իրանք ինչ որ կենդանիակների երջանկությունն են ուզում, այդ պահին, երբ որ այդ ցանկությունը արտահայտվում է, մենք ընկալում ենք որպես բարիություն։ Իսկ արիացիները դա գնահատում են ուղղակի որպես տարածված էգոիզմ։ Հա, հիմա տեսեք, այդպիսի ազնվորությունները իրանք աթեիստական ուրեմն բան են ստեղծում, հասարակություն են ստեղծում, եւ կարելի ասել դա դեմոկրատական երկրների հոգեբանությունն է, որտեղ ասենք, մենք տեսնում ենք, որ նույնիսկ հիմա այս պահին չէ, կան երկրներ, որոնք իրենք դեմոկրատիայի ներկայացուցիչներ են, բայց իրենք ապահովում են իրենց բնակչության բարեկեցությունը, ծաղկունքը, պաշտպանությունը եւ հզորությունը եւ այլն, եւ անում են դա նրա հաշվին, որ կողոպտում են ուրիշ երկրներ, ուրիշ ազգեր, եթե մենք ասենք մեր ժամանակների մասին խոսանք, ապա առավելագույնս պետք է խոսել Աֆրիկայի եւ այնտեղ ապրող ուրեմն բնակչության հետ կապված իրականությունները։ Եվ ուրեմն տեսեք սիրելիներ, չէ՞, այսինքն մենք տեսնում ենք, որ կենդանիակները իրենք այդ սկզբունքորեն այդպիսի կենդանիակները իրենք չեն կարող ստեղծել երջանիկ հասարակություն։ Արիացիները իրենք կարողանում էին։ Մենք դες հետ քննարկել ենք 100 անգամ արդեն, չէ, որ իրենք դա անում էին նրա հաշվին, որ իրենց հասարակության մեջ կարող էին քաղաքացիություն ստանալ, եթե մենք ժամանակակից լեզվով խոսանք, միայն եւ միայն այն ազնվորությունները, որոնք պատրաստ էին աշխատել իրենց մաքրագործման վրա։ Այսինքն առաքինությունը ինքը պաշտամունք էր, ինքը ամենակարևոր սկզբունքն էր։ Ինչու՞։ Որովհետև առաքինի կենդանի էակները, չէ, միայն իրանք են, որ կարող են իրենց համար խնդիր վերցնել, պարտականություններ կատարել, որպեսզի հասարակությունը լինի երջանիկ։ Հասկանում եք։ Սա ինքը ահռելի կարևոր ուրեմն տարբերություն է։ Եվ գաղտնիքը կայանում է հենց դրանում։ Եվ երբ որ հասարակությունը ինքը դժբախտ է, դա միշտ նշանակում է, որ առաջնորդները եւ հոգեվոր եւ քաղաքացիական, չգիտեմ, ինչքան որ առաջնորդներ կան, իրանք իրենց առաջ երբեք այդպիսի նպատակ չեն դրել։ Կամ ավելի մեղմ ասեմ, եթե նույնիսկ դրել են, իրենց բնությունը այնպիսին է, որ չեն կարող այդ նպատակը իրականացնել։ Այդ բնությունը ինքը կոչվում է պայմանավորված վիճակ։ Հասկանում եք։ Հիմա տեսեք այսօրվա մեր տեքստը ինքը հենց այդ գոյավիճակների տեսության մասին էր։ Ինչու՞ն է խնդիրը։ Առաջին հայացքից թվում է, որ սա բռնություն է։ Այսինքն գերագույն աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհը կառուցել է այնպես, որ գոյություն ունի 3 գոյավիճակները, ու ինչ-որ անհասկանալի պատճառով կենդանիակի վրա ազդում է այս գոյավիճակը կամ այն գոյավիճակը։ Եվ կենդանիակները այդտեղ այսպես խաղալիքի պես օգտագործվում են։ Հա, այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է գերագույն աստծո ազնվորության վրա։ Իրականում, չէ՞, այդպես չի էլի, որ գերագույն աստծո ազնվորությունը այնտեղ նստած, ասենք արարչի դերում, հա, մեկ էլ այսպես նայում է, ասում է. լավ, սպասի, ես այս արչի սրտի մեջ մի հատ թշնամանք դնեմ։ Եվ թող ինքը այսպես թշնամանք զգա բոլորի հանդեպ, հա։ Հետո նայում է մի հատ ուրիշին, ասում է լավ,
Այս Անահիտի սրտում էր սպասի մի հատ բարիություն տնեմ։ Հասկանում եք, դա այդպես չի, որովհետև դա ինքը ասեց լիարժեք հակասեր ամբողջ արիացիների ուրեմն գաղափարախոսությանը։ Երբ որ խոսացվում է գոյավիճակի մասին, խնդիրը կայանում է նրանում, որ այո, իհարկե գոյավիճակը ունի պարտադրանք։ Այսինքն ինչի մասին է խոսքը, ինչ պարտադրանքի մասին է խոսքը եւ այդ պարտադրանքը ինքը որտեղից է առաջանում։ Կենդանի էակը ինքը ունի գելակետը այստեղից է։ Կենդանի էակը ինքը ունի ազատություն։ Հասկանում եք, կենդանի էակը ունի վերաբերվելու ազատություն։ Մենք կարող ենք իրան պարտադրել, որ ինքը ունենա խոնար պահվածք ենթարկվող, այսինքն թշնամանքը չցուցադրող։ Մենք կարող ենք իրան նույնիսկ պարտադրել, որ իր հակակրանքը չարտահայտվի նույնիսկ իր աչքերի մեջ, չէ՞։ Ժամանակակից կինոինդուստրիայի բաները, ներկայացուցիչները, իրանք այդտեղ կան բավականին խորը նուրբ հոգեբան ռեժիսորներ, որոնք իրենք, ասենք, հենց այդպիսի ֆիլմեր են, չէ՞, նկարում, որ ասենք, երբ որ մարդը ինքը բան է, անենք մեկը ստրուկ է, մյուսը տերն է, չէ՞, եւ այդ տերը ինքը այսպես սադիստի նման մարդու հետևից է գնում, եթե աչքերի մեջ տեսնում է անհնազանդություն եւ վատ վերաբերմունք։ Եվ ինքը ուզում է ինչպիսի բանաձևի հասնի, որ ինքը ծեծի, ջարդի, սովամահանի, տանջամահանի, բայց իրան չատեն։ Չէ՞։ Եվ դա որտեղ կարող է լինի։ Երբ որ վախը հաղթում է ատելությունը, որովհետև քանի դեռ կա ատելությունը, կենդանիակը ինքը դիմադրում է իր ներսում։ Ինքը ուժ ունի եւ դա պոտենցիալ վտանգ է։ Այ երբ որ ազնվորության աչքերի մեջ կա միայն վախը, այդտեղ մարդը կոտրված է եւ իր հետ կարելի անել ինչ ուզում ես։ Ինքը երբեք մտքի ծայրով անգամ չի անցկացնելու հակազդել։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այդ բանի վերաբերվելու ազատությունը ունի կենդանի էակը, հասկանում եք, չէ՞։ Այսինքն իրան ես էդ էի ուզում ասեի, որ իրան կարելի է բռնի ուժով ստիպել, որ ինքը իրան խորար պահի մարմնի մակարդակի վրա, հա, եւ կարելի է ստիպել, որ իր ատելությունը կամ իր վատ վերաբերմունքը թաքցնի, բայց փոխի երբեք։ Վերջնականում կենդանի էակը միևնույն է, միշտ օգտվում է այդ ազատությունից վերաբերվելու։ Չէ՞։ Հիմա տեսեք, կենդանի էակները իրենք ազատ են ինչպես ուզում են վերաբերվել։ Մենք ձեզ հետ երբ որ խոսում ենք կենդանի էակի հոգևոր աշխարհից դուրս գալու պայմանները, մենք խոսում ենք նրա մասին, որ տեսի Քրիստան ինքը Բhagavad Gita-ը հեսա շուտով ուղղակիորեն դա կասի, չէ՞։ Ուրեմն մենք խոսում ենք մի հատ այդպիսի իրականության մասին, որ կենդանիակները իրենք նախանձում են կամ Գերագույն Աստծո ազնվորության դիրքին, կամ նրա մաքուր նվիրավորների դիրքին, չէ՞։ Հիմա տեսեք, այդ դա նշանակում է, որ իրանք թշնամանք են զգում։ Այդ դրա հանդեպ, որ իրենք ավելի նսեմացած, իրանց համար ավելի նսեմացած դիրքում են գտնվում, քան ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը եւ նրա մտերմիկ նվիրալները, չէ՞։ Հիմա տեսեք, երբ որ իրանք օգտվում են այդ ազատությունից, Գերագույն Աստծո ազնվորությունը առաջի քայլով անմիջապես այդպիսի կենդանիակներին գիտակցությունը կտրում է հոգևոր իրականությունից։ Ինչու՞, որպեսզի չտուժի հոգևոր աշխարհում ապրող կենդանիակների երանությունը, մենք սա քննարկել ենք մի քանի անգամ, չէ՞։ Հիմա տեսեք, այ որ կենդանիակը ինքը արդեն գալիս է նյութական աշխարհ եւ սկսում է ապրել իր նման էգոիստների շրջապատում, չէ՞, այդտեղ ձևավորվում է 3 խնդիր, այո, վերաբերվելու։ Առաջինը դա նա է, որ կենդանիակը ինքը
թշնամանք է զգում եւ այդ թշնամության հիմքի վրա կատարում է դաժան արարքներ։ Երկրորդը դա նա է, որ ինքը մրցակցության տրամադրության մեջ է մտնում։ Մրցակցության տրամադրության մեջ սովորաբար չկա ոչնչացնելու ցանկությունը, կա հաղթելու ցանկությունը։ Եվ այսինքն այդ տրամադրությունը ինքը կենդանեակին մտցնում է մրցակցության դաշտ կենդանեակների հետ։ Այսինքն սկիզբը այն ինչ որ կոչվում է գոյավիճակ, ինչն է, որն է այդտեղ Գերագույն Աստծո անձնավորության նախաձեռնությունը։ Ինքը ասում, բանաձևը շատ պարզ է։ Ինքը ասում է, դու ազատ ես վերաբերվել եւ ազատ ես քո վերաբերմունքը համաձայն քո հնարավորությունների արտահայտել, եթե ունես այդպիսի հնարավորություն։ Այսինքն դու ունես ուժ, դու կարող ես գալ սպանես, եթե թշնամաբար ես վերաբերվում, հա? Դու ունես ինչ-որ մի ռեսուրս, այսինքն գեղեցիկ ես, ուժեղ ես, կամ գիտունիկ ես, կամ չգիտեմ, հարուստ ես, կամ այսինչ ես, դու կարող ես մրցակցության մեջ հաղթել, չէ՞, բայց այն մեթոդները, որով դու, երբ որ դու իրականացնում ես թշնամանք, իրականացնում ես մրցակցություն, այսինքն կրքերի հիմքի վրա ես ինչ-որ բան անում, չէ՞, որովհետև թշնամանքը դա նշանակում է միայն ես իրավունք ունեմ, կոպիտ ասած ապրեմ։ Իսկ մրցակցությունը դա նշանակում է միայն ես իրավունք ունեմ ապրեմ ամենալավը։ Եվ միայն առաքինիներն են, որ իրանք արդեն ընդունում են այդ գաղափարը։ Բոլորս իրավունք ունենք ապրենք, բոլորիս կյանքի տևողությունը սահմանված է Գերագույն Աստծո անձնավորության կողմից համաձայն մեր արժանինքների, բոլորս իրավունք ունենք լինել երջանիկ համաձայն նրա, թե ինչպիսի ճիգեր ենք կիրառել այդ երջանկությանը հասնելու համար։ Այս երեք տրամադրությունները կան կենդանի էակների միջև, չէ՞։ Եվ երբ որ ինքը ասում է, որ գոյավիճակի ազդեցության տակ է սկսում գործել, դա նշանակում է, որ կենդանի էակը օգտվեց իր ազատությունից վերաբերվելու։ Հենց որ ինքը իր վերաբերմունքը ձևավորեց, ինքը կպավ գոյավիճակին, այսինքն մտավ այդ օրինաչափության մեջ։ Ու ինքը արդեն դատապարտված է հասնել որոշակի արդյունքի։ Եվ ես այստեղ միշտ հնարավորություն եմ ստանում ասել իմ ամենասիրած նախադասությունը։ Տգիտության մեջ կենդանիակը վերջնականում ինքը ավիրում է եւ վերջնականում անպայման արժանանում է ավիրումների։ Այսինքն օրերից մի օր գալիս է իր հերթը լինել ավիրված եւ պատասխան տալ այդ հարցին։ Դուրս եկավ, երբ որ ինձ էին ավիրում, որտեղ շատ էր դուրս գալիս, երբ որ ես էի ավիրում։ Հա? Հասկանում եք։ Երբ որ կենդանիակը ինքը կրքերի մեջ է, իրան դուր է գալիս, երբ որ ինքը հաղթում է։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը այն որն է ապահովում էլի, այդ կենդանիակը ինքը մրցակցեց հաղթեց։ Հետո ինքը անպայման հանդիպում է այն կենդանիակին, որը հաղթում է իրան։ Ինչու՞։ Որպեսզի ինքը հիմա պարտվողի դերում զգա այն ինչ որ զգում է պարտվողը, հա, որպեսզի գա հասկացողության, որ երբ որ կենդանիակները իրար հետ մրցակցում են, հա, ինչ որ մեկը մնում է դժբախտ։ Հիմա այդ ինչ-որ մեկը դու ես, այսինքն դատապարտված է մեկ-մեկ հաղթանակի, մեկ-մեկ պարտության։ Երբ որ կենդանիակը ինքը գտնվում է առաքինության գոյավիճակի մեջ, ինքը դատապարտված է երջանկության։ Հասկանում եք։ Այսինքն կենդանիակը ինքը ինչպես Նարադամունին դեռ կասի, ինքը մեծ հանրահայտ տեքստ ունի, հա, ինչպես Նարադամունին դեռ կասի, ինքը ասում է այնպես կենդանիակներ իրանք տառապանքի հետևից չեն վազում, բայց տառապանքը գալիս գտնում է իրանց,
Հա? Այն նույն ձև գալիս է երջանկությունը, ոչ մի իմաստ չունի նրա հետևից վազել։ Եթե դուք համապատասխան ճիգեր եք կիրառել, որպեսզի հասնեք հաջողության կամ երջանկության, եթե նույնիսկ դուք մոռանաք, թե ինչեր եք արել դրա համար, երջանկությունը ինքը կգա եւ ձեզ ձեր դուռը կթակի։ Հասկանում եք։ Եվ դա երևում է ճակատագրի մեջ իրականում շատ հաճախ։ Չէ, օրինակ ասենք, ազնվորությունը ինքը կարող է ճակատագրով վաստակի, չգիտեմ, լիքը վատարակներ է արել, այդ պատճառով ծնվել է օրինակ աղքատ ընտանիքում։ Հա? Եվ հակառակը ընթացքում ինչ որ մի շատ լավ բան է արել, ձեռք է մեկնել նեղության մեջ գտնվող մարդուն։ Այսպես լուրջ ձեռքերի։ Հասկանում եք, ինչ ճակատագիր կարող է ինքը ստանալ։ Այն որ մենք ասում ենք ճակատագիր, դա ճակատը դատապարտված է։ Ինչպիսի իրավիճակ կարող է ստանալ այդպիսի ազնվորությունը։ Այո, ինքը կարող է ծնվել աղքատ ընտանիքում։ Կարող է կյանքի որոշակի մասը ապրել շատ աղքատ եւ շատ ծանր պայմաններում։ Բայց մեկ էլ մի օր դուրը թակում է ինչ որ մի հատ դատապաշտպան advocat, հա? Եվ տեղեկացնում է, որ դուք, չգիտեմ, Համզաճիվանի բաղերում ունեիք մի հատ բարեկամ, որը ինքը մեծ կարողության տեր էր եւ չուներ ընդհանրապես ոչ մի ժառանգ։ Դուք իր միակ ժառանգորդն եք։ Խնդրեմ ձեզ, թուղթը այս պահից սկսված դուք հարուստ եք։ Հասկանում եք, տեսեք, եթե ազնվորությունը ինքը անցյալ կյանքերում ինչ-որ լավ գործ ունի արած, չէ, այդ երջանկությունը կամ այդ հաջողությունը իրան գալիս եւ ինքն իրան դուրը ծեծում է առանց իր հետևից վազելու։ Երբ որ կենդանիակը ինքը չափից ավել ճիգեր է կիրառում բարեկեցության համար, չէ, հատկապես երբ որ ինքը այդ սահմանն է անցնում, որ ինքը սկսում է մեղք գործել։ Հասկանում եք, այ հատկապես երբ որ այդ սահմանն է անցնում, ուրեմն խոսակցությունը ինքը գնում է այդ դրա մասին, որ ազնվորությունը ինքը ման է անում, ասեք, ինքը ուրեմն պետք է բանանի, ինչ-որ ճիգեր գործադրի, որպեսզի կարողանա ինչ-որ մի հատ երջանկություն ունենա, որպեսզի այդ երջանկությունը գա իր դուռը։ Եվ դրա համար, իսկ եթե ինքը ճիգեր է գործադրում, մեղքեր է գործում, եսի մի չի անում, դա միշտ նշանակում է, որ ինքը ձգտում է ունենալ մի բան, որին ինքը արժանի չի։ Հիմա, այ արժանի չի, այնպես չի, որ գերագույն աստվածավորությունը իրան խանգարում է։ Այդպիսի հակումներ ունեցող կենդանիակներին ինքը բերում եւ հավաքում է աստվածամերժության դարաշրջանում, ովքեր որ արժանի չեն ոչ երջանկության, ոչ հարստության, ոչ իմաստության, ոչ չգիտեմ ինչի, նրան, չէ, բայց իրենք իրանց համարում են արժանի։ Հա? Եվ այդ ժամանակ իրենք ծնվում են աստվածամերժության դարաշրջանում, հա, իրար կամ մրցակցության դաշտում, կամ բռնության դաշտում, չէ, եւ մեղքեր գործելով մենք հիշում ենք ինչպիսին էր մեղքի սահմանումը Տեր Կրիշնայի կողմից Բհագավադ Գիտայում, հա, այն տառապանքը, որը կենդանի էակները պատճառում են ուրիշ կենդանի էակներին, երբ որ իրականացնում են իրենց ցանկությունները, կոչվում է մեղք։ Հասկանում եք, եւ այ որ կենդանիակը ինքը հաջողության է հասնում դրա հաշվին, ինքը անպայման վերջում ստանում է նույն բանը։ Եվ դա կոչվում է աստվածամերժության դարաշրջան, այսինքն տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ գտնվող դարաշրջան։ Հասկանում եք։ Հա, եւ տեսեք օրինակ հիմա, այս պահին, հենց այս պահին, չէ, մարդկությունը նորից ուզում է վերադառնալ բռնատիրական, ուրեմն իրականության։ Ինչու՞, որովհետև առաջնորդները
հոգնել են դեմոկրատիա խաղալ։ Առաջնորդները հոգնել են նրանից, որ սովորական մարդիկ ինչ-որ իրավունքներ ունեն։ Եվ այո, իհարկե, իրանք շատ ուզում են վերադառնալ այն բանաձևին, երբ որ ինչ-որ իրավունքներ ունեն միայն իրանք, իսկ սովորական ժողովուրդը կներեք ոչխարի պես պիտի միայն օգտագործվի։ Էնպես չի, որ դեմոկրատիայի կամ ազատության ժամանակ չի օգտագործվում, բայց օգտագործվելու հետ զուգահեռ ունի ազատություն։ Հասկանում եք, իսկ հիմա բոլորը, կան ես արդեն թվարկել եմ, կան պետություններ, որոնք իրանք այդպես բռնակալների ձեռքում են եւ իրանք հիմա ամբողջ աշխարհը ուզում են տանեն այդտեղ, որ մինչև իրանց կյանքի վերջը իրենք մնան իշխանության գլխին եւ անեն պետության հետ ինչ որ իրենք հարկ են համարում։ Չէ՞, եւ այդ ժամանակ ինքը աշխարհի ամենագլխավոր գործոնը դառնում է ուժը։ Հա, եւ ով ուժեղ է, կարող է իրեն թույլ տալ, որ իրանք երկու ուժեղներով նստեն եւ իրանց մեջ այսպես կանոնը դնեն եւ գծեն, թե ինչ որ մի հատ թույլի հողի որ մասն է այն մի ուժեղինը եւ որ մասն է այն մյուս ուժեղինը։ Մենք էլ ենք չէ ունեցել այդպիսի ճակատագիր։ Հասկանում եք, չէ՞, այսինքն գոյավիճակը սկսում է կենթանի էակը օգտվելով իր վերաբերվելու ազատությունից։ Երբ որ ինքը իր վերաբերմունքը վերածում գործողությունների, всё, ինքը կապավ գոյավիճակին։ Գոյավիճակը դա արդեն խողովակի նման է, իր մեջից ճանապարհի կեսին դուրս գալ չի լինում։ Գոյավիճակների մեջից ճանապարհի կեսին մենակ մի անձնավորություններ կան այս նյութական աշխարհում, որ այդպիսի հզորություն ունեն դուրս բերելու այդ խողովակի մեջից։ Դրանք Աստծո մաքուր նվիրալներն են, որոնք իրանց ողորմածությունը ինքը այնպիսի ուժ ունի, չէ, որ իրենք ի վիճակի են կենդանիներին դուրս բերել այդ պատճառահետևանքային կապի մեջից։ Եթե ոչ, ուրեմն գործում է գոյավիճակների օրենքը, եւ ամեն մի գոյավիճակ ունի իր արդյունքը։ Այսա պարտադրանք է։ Հիմա տեսեք, երբ որ կենդանիակը ինքը ընդունեց, չէ՞, ասես գոյավիճակի ազդեցության տակ սկսում են գործել, չէ՞։ Երբ որ կենդանիակը ինքը ինչ որ մի հատ վերաբերմունք դրսևորեց, չէ, որ այդ վերաբերմունքը ինքը մի ամբողջ հոգեբանություն է, որով հետո կենդանիակը ինքը շփվում է արտաքին աշխարհի հետ։ Չէ, տեսեք ինքը, օրինակ, եթե ասենք ինքը իր մեջ միայն թշնամանք ունի արտաքին աշխարհի հանդեպ։ Ինքը կարող է ինչ-որ արարչի գործեր անել, բայց բացի իր սեփական կաշվից։ Իհարկե ոչ։ Այսա էլի, որ ինքը հպվեց գոյավիճակին, всё, գոյավիճակը իրան սկսում է տանել։ Արգջունայի հարցն է։ Երբ որ Արգջունան ասեց, ես տեսնում եմ, որ նույնիսկ առաքինի կենդանիակները իրանք մեկ-մեկ այնպիսի գործողություններ են անում իրենց համար ոչ սպეციფიկ եւ ոչ վայել, չէ, բայց տպավորությունը միշտ այնպիսին է, որ ոնց որ իրանք ինչ-որ մի հատ sense ուժ քշում տանում է։ Դա այդ գոյավիճակն է, էլի։ Ինչ ասես Տեր Քրիշտան, ինքը ասես, իմ վրա մեղքը չգցեք։ Ամեն ինչում մեղավոր է ձեր սրտում ապրող էգոիզմը, այսինքն տրփանքը։ Всё, եւ կախված նրանից, թե դուք ձեր էգոիզմը ինչպես եք դրսևորում, դուք մտնում եք ինչ-որ մի հատ օրենաչափության մեջ։ Եվ եթե ազնվորությունը ինքը իր մեջ միայն ատելություն ունի, ինքը համապատասխան գործողություններ չէ կատարում։ Այդ դա արդեն գոյավիճակի ազդեցությունն է, որ այո, ատելությունը միշտ բերում է բռնության։ Հասկանում եք։ Ուրեմն սա այս տեքստի իմաստն էր, որը մենք ձեզ հետ մի թեթև քննարկեցինք։ Հաջորդ տեքստը ինքը շատ նուրբ տեքստ էր,
խոսվեց նրա մասին, որ տիեզերքները ստեղծելուց հետո Տիրոջ ազնվորությունը ընդունում է պահպանողի դերը եւ գալիս է այնտեղ իր մարմնավորումների կերպարանքով կանչելու իր մոտ բոլոր պայմանավորված հոգիներին, ովքեր ունեն մարդու զարգացման ավելի ցածր մակարդակի վրա գտնվող կենդանի էակների եւ կիսաստվածների մարմիններ։ Չէ՞։ Այսինքն տեսեք, ինչ է ասում Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ասում է, որ դուք ձեր վերաբերվելու ազատությունը չարաշահելուց անում եք այնպիսի գործողություններ, որոնք ձեզ պահում են այս դաժան աշխարհի ճիրաններում։ Ինչպես է վարվում այդ իրականության հետ Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ակտիվորեն խառնվում է նյութական աշխարհում ապրող կենդանեակների կյանքի մեջ մարմնավորումներ տալով, այսինքն ինքը ոչ թե միայն ուղարկում է իր նվիրյալներին նյութական աշխարհ, եւ կներեք, այստեղ բոլոր քրիստոնյաներ ջանելի հազար անգամ ներողություն, բայց այդ գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը միայն մի անգամ միայն իր միանձնյա որդուն է ուղարկել փրկության համար, դա այդքան էլ արդար գաղափար չի Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, էլի։ Ինքը մշտական նյութական աշխարհի ամենասկզբից ինտենսիվ եւ ինքն է գալիս եւ իր մաքուր նվիրալներն են գալիս անթիվ անհամար քանակությամբ։ Եվ իրանք բոլորը զբաղված են միայն նրանով, որպեսի տան կենդանեակներին հոգևոր գիտելիք եւ որպեսի կենդանեակները իրենք կարողանան այդ գիտելիքի վրա հիմնվելով բացեն իրենց համար այդ հետդարձի ճանապարհը։ Հասկանում եք։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը մի կողմից որպես գերհոգի ղեկավարում է նյութական աշխարհը, այդպես կենդանեակները պահպանում են իրենց վերաբերվելու ազատությունը, բայց եւ հրավիրվում են ուրեմն պատասխանատվության, երբ որ այդ ազատությունը իրականացնելուց ուրիշ կենդանեակներին տառապանք են պատճառել։ Հասկանում եք։ Եվ հիմա ուրեմն, չէ, եւ զուգահեռ դրան Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն որպես իր նախաձեռնություն, ինչպես տեսանք, ուրեմն շատ ինտենսիվ տարբեր տեսակի մարմնավորումներ է տալիս, որպեսի պահպանի նյութական աշխարհը եւ որպեսի պայմանավորված հոգիներին, այսինքն նյութական աշխարհում ապրող կենդանեակներին ցույց տա այդ աշխարհից դուրս գալու ճանապարհը։ Եվ հաջորդ գաղափարը դա ուրեմն Տեր Շիվայի գաղափարն էր։ Տեր Շիվայի գաղափարը դա այն գաղափարն է, որ նյութական աշխարհը ինքը ժամանակ առ ժամանակ ոչնչացվում է։ Հետագայում այսը որ մտնենք երրորդ երգ Կապիլադևայի ուսմունքը ուսումնասիրելուց մենք ձեզ հետ այդտեղ կքննարկենք, որ նյութական աշխարհը ոչնչացնելու կա երկու փուլ։ Մեկը ինքը կոչվում է մասնակի ոչնչացում, մյուսը ինքը կոչվում է այսպես գլոբալ ամբողջ նյութական աշխարհի ոչնչացում։ Մասնակի ոչնչացումները ունեն իրանց պատճառները, մյուսը իրանց, մենք դա կքննարկենք, երբ որ արդեն կոնկրետ այդ տեքստերը կգան։ Այստեղ գլխավոր գաղափարը, որը հնչում է, որը մենք պիտի ընկալենք, դա նա է, որ մի կողմից Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պահպանում է նյութական աշխարհը, օգնում է, որպեսզի աջակցում է, որպեսզի կենդանեակները իրականացնեն իրենց ցանկության ազատությունը, այո, ընդունում է ծառայի դեր եւ ամեն տեսակի ռեսուրս տրամադրում է կենդանեակներին, որպեսզի իրենք իրականացնեն այդ ուրեմն բաները, այդ իրենց ցանկությունները, հա։ Ուղղակի նյութական աշխարհը ինքը այդ օրենքին է ենթարկվում, ինչպես Բհագավադ Գիտայում 18-րդ գլխում դեռ կասի Տեր Կրիշնան, ինքը կասի այսպես. կենդանեակի ճիգերը եւ իմ կամքը։ Հա, եւ երբ որ սկսվում է աստվածամերժության դարաշրջանը եւ հողը ինքը սկսում է դժվար բերք տալ,
եւ ուտելիք հայթայթելու համար եւ կենսակերպը պահպանելու համար եւ այլն այդ ամեն ինչի համար շատ մեծ քանակությամբ ճիգեր են պահանջվում, չէ՞։ Դա գալիս է նրանից, որ աստվածամերժության դարաշրջանում ծնվում են ոչ բարեպաշտ կենդանիակներ, որոնք իրենք հիմա այսպես արժանի չեն ինչ-որ մի բանը հեշտ ստանալու։ Հասկանում եք։ Որովհետև ինչ է նշանակում դրախտային մոլորակները։ Դրախտային մոլորակները դա այն մոլորակներն են, որտեղ գոյությունը պահպանելու համար կարիք չկա ճիգեր օգտագործելու։ Որտեղ ամեն ինչը հայտնվում է ինքն իրան։ Մենք մի անգամ այդ թեման մի թեթև ձեզ հետ քննարկել ենք, չէ՞, որ դրախտային մոլորակների արքայի Տերինդրայի պալատում ինքը ունի ուրեմն ասեք ունի այգի, որտեղ գտնվում են ցանկության ծառերը։ Այսինքն բավական է դու մոտենաս այդ ծառին եւ ինչ-որ մի ցանկություն ունենաս։ Եվ քո ցանկությունը ուղղակի տեղում իրականացվում է։ Այսինքն դա միստիկայով լիքը աշխարհ է։ Հասկանում եք։ Միջին մոլորակներում, ինչպիսին մերն են, ծնվում են հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ծնվում են այն կենդանիակները, որոնք հեշտ կյանքի արժանի չեն։ Եվ իրանք այս կամ այն կերպ, այս կամ այն ոլորտում անպայման ուրեմն կրում են դժվարությունների, ճիգերի անհրաժեշտություն։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, եւ այ հաջորդ գաղափարը դա նա է, որ այո, ուրեմն առաջանում է անհրաժեշտություն տիեզերքը ոչնչացնելու։ Մի թեթև մենք այդ թեման արդեն քննարկել ենք, ինչքան որ դա թույլ է տալիս այս բանը, երբ որ տեքստերը իրանք այսպես ընդհանրացված տեքստեր են։ Եվ ես հույսով եմ, որ դուք արդեն զգում եք, որ Բhagavad-ը ինքը շատ մեծ հնարավորություններ է տալիս մանրակրկիտ ինչ-որ խնդիրներ քննարկելու եւ երբ որ մենք կհասնենք այդ տեքստերին, որտեղ որ հնարավորություն կլինի մանրամասը ինչ-որ հարցեր քննարկելու, հենց այդտեղ էլ այդ ամեն ինչը կմանրամասնենք։ Իսկ այսօր այսքանը եւ ստեսություն ձեզ։